Ձեր հայհոյանքների, վիրավորանքների հետ կապված տեսանյութ ձայնագրություն հրապարակել, դա պաշտոնյային հարիր է, որ թեկուզ քաղաքացու հետ։ Ուրեմն լսեք ինչ եմ ասում, երբ որ դուք կլինեք պաշտոնյա, մի հատ վիժվածք կմտնի ձեր անձնական դաշտ, կմտնի ձեր անձնական դաշտ, վիժվածքը հայհոյանք չի, կմտնի ձեր անձնական դաշտ եւ վաղը կհասկանաք ձեր եղբայրը, ձեր ամուսինը իրան ոնց կպահի։ Ես ինձ պահել եմ մնես, ոնց որ կպահեր յուրաքանչյուր նորմալ հայ մարդ։ Դուք ամեն դեպքում յուրաքանչյուր բնակչի տարածքի բնակչի համար պատասխանատու եք։ Արդեն մանկապարտեզը համարյա կառուցված է։ Ինչու ընթացքը, հա։ Ինչա նշանակում համարյա կառուցված է։ Այ որ այդ հարցին պատասխանեք կասեմ։ Դե գրեթե արդեն մանկապարտեզը Ուրեմն եթե մանկապարտեզը գրեթե կառուցված լիներ կամ կառուցված լիներ, մանկապարտեզը արդեն հանձնված կլիներ շահագործման։ Մանկապարտեզը արդեն սկսվել էր աշխատանքը, բայց չի վերահսկվում ընթացքը, որպեսզի հասկանան ինչ ասել, որ չի վերահսկվում։ Բայց դեպքում ինչու չի դադարեցվել, եթե խնդիրներ կար, եթե նկատվել էր։ Բայց մենք չենք ընդունել, չէ՞։ Բայց մենք չենք ընդունել, չէ՞, դա արդեն իսկ խնդիր է, չէ՞։ Երբ որ մենք մեր լիազորությունների սահմաններում չենք ընդունել մանկապարտեզը, շինարարի հետ խոսել ենք, ասել ենք, որ կան խնդիրներ։ Քաղաքապետարանը X գումար կան դիմումներ, որ դուք արձանագրել եք խնդիրները ու դիմել եք։ Ես խնդիր արձանագրող չեմ, նորից եմ կրկնում։ Դա իմ իրավասության տակ չի նայում։ Իհարկե արձանագրվել են։ Ես որպես վարչական շրջանի ղեկավար տեղյակ եմ։ Ես որպես վարչական շրջանի ղեկավար շրջայց եմ կատարել այնտեղ։ Երևանի քաղաքապետարանը չի ընդունել քաղաքապետարանը Ես վարչական շրջանի ղեկավարից բացի լինելուց վարչական շրջանի ղեկավար, նաև տղա եմ։ Վարչական շրջանի ղեկավարին երբ որ գալիս են, հայոյում են ու անվայել պահվածք են դրսևորում։ Այո, կարծում եմ ճիշտ եմ։